Կապված է ID քարտերի հերթի հետ, ուզում եի իմանալ ինչով է պայմանավորված այդ հերթերը։ Հերթերը պայմանավորված են տարբեր հանգամանքներից ելնելով, մասնավորապես, որ շատ ավելի շատ քաղաքացիների անհրաժեշտ ID քարտեր եւ պետությունը սկզբանե չի իրականացել համապատասխան պլանավորում։ Բնականաբար կանգնել է փաստի առաջ։ Իսկ ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որպեսզի համապատասխան հերթեր չգոյանան, էլի։ Ինքան բարդ հարց եք տալիս, նախ պետք է սկսի գործանելուց առաջ մտածել եւ ոչ թե հետո խնդրեմ ստեղծել, նոր մտածել։ Դա առաջին նախապայմանն է, առանցքային նախապայմանն է։ Եվ այդ հայտարարագրումը երբ որ մտածում են, պետք է հասկանային, որ այդքան քաղաքացի հաշտարում պետք է աներ, որը չէր արել պատշաճ։ Պատկերացրեցի։ Իսկ հիմա արդեն պետք է ինքը հասկանա, մտածեք, ասում են մենք երկրորդ տպի ծառք են գնել, օրինակ, հա, ինչ որ բարի համար։ Մեր իրականության մեջ, եթե իրանք քայլեր չանեն, որ մարդիկ ստիպված լինեն այդ ձեռք բերեն, իրանք այդ տպի ծառքի կարիքը կունենային, թե չէին ունենա։ Ես ունեմ համոզմունք, որ չէին ունենալու։ Այսինքն այդ տպի ծառքի կարիքը կա, որովհետև կառավարում եղել անց, որ մենք այդ խնդրի առաջ կանգնել ենք։ Հիմա երբ որ ասում ենք վերացնենք խնդրումը, թե այլ ընթացքով գնանք, այստեղ արդեն հարցը, որի շուրջ, այսպես ասեմ, սիրողական կլինի, եթե պատասխան տամ, ու մեր երկրի խնդիրներից մեկն էլ հենց նա, որ բոլորին թվում է իրանք մշտապես ամենալավ պատասխանն ունեն, այն դեպքում, երբ որ կան հարցեր, որոնք քննարկման են ենթակա։ Կրկնվեմ, եթե միանշանակ պետք է բոլորին անհրաժեշտ ID-ները սպայն հասցնենք, մի սարք էլ պետք է ավելացնենք, որ հասցնենք։ Պատկերացրեցիք, բայց հարցը առաջանում է, ծառքերի քանակը մեզ պետք է, թե այդքան քանակ պետք չի, այս պահին է մեզ պետք, եթե որոշումներն այնպես կայացված չլինեն, որ մարդիկ ստիպված ձեռք բերեին այդ նույնականացման քարտը, այդպեսին, որպեսզի նույնականացման քարտ պետք է ուղիղ այնքան, ինչքան կար եւ ոչ մեկ էլ հերթի չէր սպասում։ Եվ այդ լրացուցիչ պահանջները եւ լրացուցիչ գործողությունները, որոնք քաղաքացին պետք է անի, դրանով է պայմանավորված այս քարտերի բանը։ Պատկերացրեցիք, հիմա չի բացառվում, չէ՞ որ պարզվի շատ ավելի հեշտ է, հաշվելով որ էլեկտրոնային ստորագրություն դնում են հեռախոսով էլեկտրոնային ստորագրություն ունեցող, այսպես ասած, հա, քարտը։ Այդտեղ իրական անձնագրով որոշակի նույնականացման այլ պարզ գործընթաց մշակել, որ պայմանական օրինակ եթե ուզում են իրավական կարգավորումը այդուհանդերձ բերեն, իդեպ եթե չենք մոռացել, սպայն կասեցված է առնվազն 6 ժամկետով, այս տեմպերով էլի կասեստեն, եթե իհարկե պատճառը միայն նույնականացման քարտերն են եղել, պատկերացրեցիք այլ ձևով լուծվի եւ պարզվի, որ քաղաքացիները այդքան մարդուն նույնականացման քարտ պետք չի։ Այսինքն իրականում մինչև ճշգրիտ մոտավորապես ասեմ սենց էլի, մինչև չունենանք ելակետային ճիշտ տվյալներ, ճիշտ եզրակացություն չենք անի։ Իսկ այն, որ այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալները ուղիղ այնքան են, ինչքան կառավարությունն ուներ այն ժամանակ, որ պիտի չանելու արեց, եթե մենք խոսենք, ստացվի անում ենք նույն սխալը, ինչ որ արեց ինքը ժամանակին։